Ժողովուրդ, ձեզ հետ է Բազար Բոլոց Որզը, այսօր շարունակում ենք մեր թեժ ամառային մրցաշարը, բոլորիցս շնորհակալ եմ ձեր լայքերի սիրտը սխմեցի, սիրտը չգնաց, ինչ հետաքրքիր է։ Բոլորիցս շնորհակալ եմ ձեր լայքերի, բաժանորդագրվելու, ակտիվ լինելու մեկնաբանությունների բաժնում, ինչ աղավ, 1-3-4 համար և տեսնենք ինչ-որ հետաքրքիր խաղեր կստացվեն, դե ինձ թվում է, որ կարող է տակել տանք, զուտները համար, որ ուղղակի իրանք անղոզ էին բարձանում, բայց ես չուզեցի իրանց վրա թողեմ, որ կրկնակի չգնան։ Այսի շատ լավ էր։ Հետ եմ ասում 3-ն ատակ, հնացածը մենք ենք տանում։ Ծայրը ծայրով հասցրեցինք ժողովուրդ, ծայրը ծայրին, ուղիղ հանեցինք 13։ Հետաքրքիր է։ Այս խաղի սիրունությունն էլ այդտեղ է, էլի, որ մեկ-մեկ այդտենց տոշնի ես հանում ու զարմանում ես, որ այդտենց ստացվում է։ Ավելի լավ։ Մի հատ ուզ ավելանան, մի հատ ինքը ավելացավ, մի հատ եք ավելանան։ Հերիքա։ Պաստորեն մի հատ ուզ ենք իրանց տալիս ու վերջ։ Մատ քյապիտ ուզն է կաշի, խաշնը գիտես իմ մոտ արդեն։ Շատ լավ էր։ Շատ լավ էր, լավ սկսեցինք, հələ տեսնենք, լավ էլ կշարունակենք, թե կարտերը կփչանան։ Քյապը 9 է։ Հարե, 2 հատ տզի շմարդ տանք ես։ Սիրտը 14։ Պաս, ինձ թվում է մոտը ումից է ռուկը 15, ինչ է մոտը 50 է բրնը։ Պոտենցիալ դաժը 100 է կարող է բրնը, չէ, 50 է բրնը։ Այդ շատ լավ էր, որ ինքը խաղաց, հետև իմ 9-ը ապրեց։ Նրա վրա որ ընկներ Էդմոնդի, ինքը խաղար, ես ստիպված ավելանալու էի։ Հա դե իհարկե հաղթեցին, 7 դրսից ուներ։ Ժողովուրդ ջան, ես կուզենայի մի հատ փոքր թեմայի մասին խոսալ, որը վերաբերում է կոմենտարիաներին, մեկնաբանություններին։ Անցած վիդեոյում մի քիչ երկար խոսացի, կներեք, ես չեմ սիրում այդքան երկար խոսալ, ուղղակի մի քիչ երևի դժվարությամբ էի բացատրում սիտուացիան, չէի ուզում անես ասել, որ ինչ-որ մեկը սխալ ինձ հասկանար կամ նեղանար, դրա համար պաստորեն աշխատեց ինձ թվում է կուանշի սպարը։ Հա։ Վերջ։ Հաղթեցինքը որն է, այս մի խաղը հաղթեցինք հաստատ, որովհետև տակ է տալիս։ Դրա համար ենք կանշը։ Հա, ինչ է ուզում ասել,
որոշ մարդիկ չեմ անում, տաքանում են, թե կոմենտարիաներում մի քիչ կոպիտ են խոսում կամ ուղղակի ուզում են վիրավորած լինեն, համենայն դեպս ոչ ես, ոչ էլ իմ կոմենտարիաները նայող մարդիկ Նաստրադամուս չեն, որ գուշակեն հասկանան դուք լավ տրամադրություն եք, թե վատ տրամադրություն եք, այսինքն խնդրում եմ գրելուց առաջ նախորդ մտածեք ինչ եք գրում, վիրավորում եք դու այդ ձև գրածով դիմացին, թե չեք վիրավորում ու եթե ձեր կոմենտարյան դե բոլորը չի որ միշտ հասցնում են կարդանք, բայց ասենք եթե բոլոր կոմենտարյանները կարդացած են լինում ու որոշ կոմենտարյաներ մեկնաբանություններ հեռացվում են YouTube-ի կոմենտարյաների այդ լիստից, նշանակում է այդ կոմենտարյան տեղ չուներ տեղ որ մնար։ Okay, նշանակում է այդ մարդը կոմենտ թողողը մեղմ ասած նորմալ սիրուն կոմենտ չի թողել, դրա համար իր կոմենտը հեռացել ենք։ Մենք ստեղ ինչպես միշտ ասել եմ, իրար հետ ժամանակ ենք անցկացնում, բոլորս էլ հուսով եմ ասենք հասուն մարդիկ ենք, կապիկությունների ու իրար վիրավորելու համար չենք սա հավաքվում ենք ժամանակ անցկացնելու, ուրախ խաղալու, սուրճ ենք խմում այդ ընթացքում, թե ենք որոշ մարդիկ գործի են լինում, աշխատում են, աշխատանքի ժամանակ միացնում են, երաժշտությամբ խաղ է գնում, իրանց համար ժամանց է լինում մի կես ժամով, այնպես որ պետք չի ես լավ մնոլորտը փոխարինել ինչ-որ անիմաստ վիրավորական խոսքերով, որովհետև ուղղակի պետք չի ժողովուրդ ջան, որովհետև ասենք սիրուն չի, մի բուրազգ ենք, ամեն մեկս բան ունենք, փիլիսոփայի նման մեր փայով բաներ ունենք, անունիչա, ճիշտ ենք ու բան ունենք, իդեաներ ունենք ու ասենք խոսքից աչուձախ մեր կարծիքն ենք ուզում թելադրած լինենք առանց հաշվի առնելու, որ ասենք դիմացինն էլ այդ ժամանակ ուրիշ ձև էր կարող է մտածում։ Համենայն դեպս ես չեմ երկար խորանալու այդ թեմայով, ասածս հենա, որ եթե ձեր մեկնաբանությունը հեռացված է, նշանակում է այդ մեկնաբանությունը մենք չենք այսպես ասած գտել ճիշտ թողելու մեկնաբանությունների ցանկում։ Զուտ դրա համար, որովհետև ստատիստիկայով մենք կանայք էլ ունենք, որ նայում են մեր ալիքը եւ հեշտ չի անիմաստ ինչ-որ իրար բողոքի կռիվների դարս սարքենք այս մեր կես ժամանակ անցկացնելու, ասենք ժամանցային բանը, էլի, ալիքը, պետք չի։ Այնց որ եթե ձեր կոմենտը հեռացված է, նշանակում է մենք գտանք, որ ճիշտ է այդ կոմենտը հեռացնել, բայց եթե կոմենտը կա, ուրեմն խնդրում եմ դուք մի մտածեք, որ այդ ինչ եղավ չհաշվեցի, դες խոսում էի չհաշվեցի, խաչելի կար, թե չկար։ Լավ, ամեն դեպքում ես գարը կգնամ, ընկերոջս։ Ահա։ Որ ավելի ճիշտ լինի։ Ինձ թվում է խաչ, այո, խաչ երևի չկար, համենայն դեպս ոչինչ։ Խոսքով ընկա, չհաշվեցի, ասացի ավելավա 100%-անոց մի բան գնամ իրան ինքը տանի, քանց թե ռիսկի դիմեմ խաչը, հանկարծ գնա իրանց։ Իսկ եթե ձեր կոմենտը կոմենտարյաններում մեկնաբանությունների ցանկում կա, նշանակում է ձեր կոմենտը ընդունվել է որպես օրինակի համար բան, ինչ ասեմ, խորհուրդ կամ ուղղակի դրական կոմենտ, դրա համար էլ չի հեռացվել։ Նամանավանդ շատ կոմենտները ես որ կարդում եմ, իմ կողմից ոնց որ սրտիկ եմ դնում կամ ինչ-որ մի բան պատասխանում եմ, եթե ես տենց անում եմ, ուրեմն ես հասկանում եմ դիմացինին, ուզում եմ հասկանամ, որ եթե ինչ-որ չափով բացասական կրիտերիա է այնտեղ գրած, քրիտիկա է գրած, ուրեմն խորհրդի տեսքով է, ու շատ չեմ խորանում, չեմ հեռացնում կոմենտը, որովհետև չեմ էլ ուզում, որ իմ հետևորդները մտածեն, որ ասենք ես չեմ ամ ինչ-որ նեղանում եմ, նեղվում բանեմ ամ, չէ, ես էլ ձևի մարդ չեմ, ոչ ես դրա ժամանակ ունեմ, եղբայրներ և քույրեր, որ դնեմ ու նեղանամ, ոչ էլ դրա հավեսն ունեմ։ Եթե
անտեղի կոմենտը ուղղակի կոմենտը կհեռացվի, այդքան բան։ Ժողովուրդ ջան։ Բայց եթե կոմենտը կա, ուրեմն ամեն ինչ նորմալ է, մի մտածեք, մի նեղվեք։ Ինչ եղավ։ Օ, փակ եմ տվել, դրա համար է գժվել։ Վահագը, այս եմ Վահագն է։ Ես այս Վահագը չեմ հիշում, ասես հաղին իմ հետ էր խաղում, թե էսի ես մինչև ձայնագրելն էի խաղում այս Վահագի հետ, այսինքն անկապ թողես մենակ բաներ ուղարկի։ Օ, արել է։ Թասան չի համար ասեցի, տաս 150-ը մսկի չեմ էլ նկատել։ Փաս։ Այ շատ լավ եղավ, վերջ։ Մենակ թե էսի ապրի, ապրեց, շատ լավ է։ Օ, էդ էլ հլա ապրեց, էսի քուանշեք, ասնում քուանշեք, չախեք։ Ուֆ, իսկականի դու էսա բարաբանել մի աղվարկելու, եկեք գուշակ ենք ժողովուրդ, ես անգամ տապոր աղվարկելու։ Ասեցի չէ, նայք, Նաստրադամուսն եմ տապոր ուղարկեց։ Այ։ Լավ խաղ է, առաջի ուինը առաջի հաղթանակով։ Քիչ էր մնում, որ իրանք հաղթեին, բայց չէ, մենք ավելի շատ աչուկներով հաղթեցինք իրանց։ Հանցնենք երկրորդ խաղին։ Բաբկեն, Հարութ և ինչ-որ ռոբոտ է մեր հետ խաղում։ Ես ասել եմ այն խաղացողները, որոնք անուն չունեն, ես համարում եմ ռոբոտ խաղացողներ ու համարում եմ, որ իրանց նկատմամբ մեկ-մեկ ջղայնացած խոսալը, դա պիտի վիրավորանք չընդունվի, եթե ինչ-որ մեկը հետո նայում է ու տեսնում է, ենթադրենք Բայկու ներող շուտ անցավ, խոսքով ընգա, վալետիշմար չտվեցի։ Արա դա լավ էլի, ես ինչ տակից խաղալու ձև է, ես չեմ հասկանում, ընչի։ Այ։ Այմա ինչ է 58 ենք, 60 քանի չեմ կարասում դա կտային թե չէ, բայց ամենայն դեպս այդ տուզը պիտի խաղայր էլի։ Լավ էլի աղբեր, 4, 15, եկեք տակ տանք։ Տանք է տվե արդեն, բլոկ չկա։ Հենց այդ քյապիտուզը չեր ուզում որ խաղայ, հենց դարսինում են քյապիտուզը խաղաց էլի, քյապիտուզից բացի ինչ որ խաղայ, երևի, չգիտեմ, մտածում էր, որ պիտի կապուտ աներ, որտեղ 16 էլ կապուտ է, ինչ էր ինքը խոսում 16, ես չեմ հասկանում։
Ախպեր ես ինչ իր ասացին այս բաբքենը, պաս։ Լավ վրա։ Այդքան է հազիվ, 50-ով են խաղում։ Լավ, ինչ անենք։ Ինքը մեղավոր չի, կարտն է մեղավոր, որ իմ նկատմամբ մեղավոր, որ ինձ չի տալիս։ Հազիվ մի հատ թերզ է տալիս ինձ։ Հեսան է, ասացից վրա նա 50 է տալու, կտենաս։ Չէ, փախած թերզ։ Ընգեր հենց խաշ պիտի ասեիր, գոնե սիրտը ասեիր։ Արի։ Դե լավ է, ես ինչ ձև է, այն նրան 50 է տալի, սրան 100 է տալի։ Ժողովուրդ ջան, ախր սենց ոնց խաղանք։ Ախ, պաս։ Ախր էսի խաղալու ձև չի։ Լավ, գոնե ինչ ասեմ, գոնե հլը շատ առաջ չէին։ Մարդու մոտ 6 հատ քյապ էր եկել, 6 հատ քյապ։ Ու 22 է խոսում։ Հանգուզ է մարդը խոսում։ Ինչ եղավ։ Շանսերում են դրա։ Չգիտեմ, անցած օրինը լավ գնաց, այս օրինը լավ կարեշ չի տալիս։ Ու լավ կարեշ տալու հետ մեկտեղ էլ դիմացին 50 ու 100 է տալիս։ Շատ դժվար է այդ ժամանակ խաղալը։ Սրտեին է, հա։ Պաս։ Ինչ խաղամ։ Ուզում եի խաչ խաղայ, չասերեցի։ Հա, պասեն իր ամոտ խաչը կար։ Արա լավ էր, ամեն ինչ իրանց մոտ է։ Ինչ ձև է նստել։ Սաղ իրանց մոտ է, ժողովուրդ, տենում եք, լրիվ իրանց մոտ է։ Այ քեզ բան։ Լավ է 90 է ձևի համար։ Այ քեզի բան։
Հետաքրքիր է, չէ՞։ Շատ հետաքրքիր է։ Ինչ եկա վրա։ Այս բանակալի մարշիման ինչ խոսա։ Այն էլ խաչ է խոսում։ Շուտ։ Մայախ ես քո խաչին ինչ անեմ։ Հələ մի հատ սիրտը փորձեմ։ Նա փորձեմ օգնեմ։ Շատ լավ էր։ Դե ես իրան երկու հատ հելա, բայց դե ասենք ինչ իմանա կապիտասը մոտս է օրինակի համար։ Արա դե մի հատ 10 թայլ էլի։ Հլանդենային, հա։ Այ։ Ինձ այս որ կապուտ անենք, հա։ Ժողովուրդ ջան, հաղթեցինք։ Շատ տարօրինակ խաղեր գնում, բայց մի կերպ ֆռացրեցինք, հաղթեցինք։ Ինչ ասեմ, շատ հետաքրքիր լավ խաղ ստացվեց, անսպասելի էր։ Ես մի տեսակ արդեն մի 80%-ով վստահ է, որ իրանց էր տալու քարը, բայց երկու հատ կապուտ արեցինք, սենց ճիշտ է, ինչ որ մեկը կասի յաբախտի, բայց յաբախտի չասենք, ճիշտ խաղալով, ուղղակի որ տենց չենք իմանում հաստատ, որ կապուտ ենք արել, որ ասենք կապուտ, պրոստը շատ լավ ստացվեց, խաղը լավ գնաց։ Այ, չեմ կարա ասեմ, կապը 13։ Եթե մի հատ է լավ, ուրեմն 10 ունի։ Չգիտեմ, չեմ ուզում ռիսկի դիմեմ ասեմ բան, կապուտ, բայց երևի 10 ունի։ Այո, արա դե, ոքե, շատ լավ։ Ոչինչ, թող քիչ լինի, մեծ լինի։ Կարևորը Հա,
սիրտը չավելացավ։ Մի քիչ սրտից մեջ մի քիչ վախ կա, որ կարող է սիրտն էլ ավելանա հանկարծ, բայց չէ։ Մեկի մոտ 3 հատ նստած լներ, կարոլով կբռներ էլի։ Դավիթի մոտ բաներ 2 հատ էր կարոլով։ Ուֆ։ Չէ, դրանց ավել չեմ կարա։ Եթե դու ուզում ես, ասա 14, բայց ես չեմ կարա։ Իմ կամպյուտերը ընկեր։ 14-ի էլ չէ, փաս։ Գցիր վրեքները, հա, լավ, տեսնենք էլ է։ Լավ, մաքուր խաղ է գնում։ Մեզ մի հատ 13 է պետք։ Ընկեր որ ուզնա պետք, ասա իմանամ, խաչնա։ Բայտո, հլնդենա յարա, խաչն է ունի։ Տեսակ չէ ժողովուրդ։ Ես ինչ ձև էր նստել։ Ես հլը պաս ասեմ։ Ընգեր բան չասիր։ Okay. Բան չի չէր խոսում սիրտ, ում էր սպասում։ Օ, 10 դուս եկավ։ Պետքա մի հատ է կապ խաղայ։ Հա, չէ։ Նրա ձեռն էր ելնելու մեկա, բայց հանեցինք են ինձ ձևի հանեցինք։ Այնպես վաղ վխալով խոսած ընկերս մի 4 օր ու սպասեց անցան, նետոնով մի անգամ սիրտ խոսած յանում ինչ։ Մարդ չի հասկանում, այդ խոսալուց հետո դու ինչ հասկանաս, որ ընկերդ ինչ ունի։ Ամենայն դեպս։ Քանի որ հաղթեցինք, ես չեմ բողոքում։ Արի։ Ինձ թվում է պատահական ղար ասես գիտես, շփոթվեց։ Հա, շփոթվեց։ Պիտի բռնեի քո անշեի։ Ախր այնքան է տենց ելնում։ Չեմ անում, մի խաղերիցս մեկում հիշում եք ժողովը, որ ասեցի պատահում է, որ իմ մատն է կպավ, թե չէ, եթե չեմ սխալվում, որ ասեցի պատահում է, որ բան են անում իրանք։ Չգիտեմ, այս քարտից է ինչից է, մեկ ոնց որ խոսալու ժամանակ չգիտես ինչի իրա կոզի վրա դրացնում, թե ոնց է պատահում, դու տենց սխմում ես իրա կոզերն ես խոսում։ Ափսոս, կապը չաշխատեց։ Հեկան հավասարվեցին։ Ես պետքա քո անշեի, ուղղակի մտքովս չանցավ դե ու մտքով անցնի, որ ինքը սխալվում է, ես մտածեցի մի բան բռնել է, կարոլներից 4 թուղթա բռնել երևի, ֆիշինգ է անում, էլի ձկնորսություն է անում։ Էսի կապուտ է, ժողովուրդ, էսի կապույտ է։
Խաչը կարող է ավելանալ։ Արի կապուտ է էսի։ Այդ 10-ը դե պահի ինգեր, որ վերջում տանես։ Լավ, չախի։ Ինչի՞ չչախեցիր։ Անուշարի դե անգեր ես խաղում։ Ավելացավ, էլի ավելացավ։ Որ չեմ ասում կապուտ, հետո կոմենտարանում գրեն ապե կապուտի խաղ է որ կապուտ անում։ Որ ասում ես կապուտ, չի լնում, թարսա։ Մարդ էլ է ձերով կապուտ չանի, այ քեզի բան։ Ընկերս ես չտեսա ինքը որ մի խաղա փախավ, բայց ինձ թվում է թե ինքը չախեր կապուտ էր անում, վերջում մետր էր մնում իր ձերով ոնց որ թե։ Հաղթեցին։ Ափսոս էր ես խաղը։ Ափսոս է գոզալական կապուտի խաղը։ Դե արդեն 15 ենք հելը։ Եթե որ կապուտը չասենք, այդ մի ռուկը տանք իրանց մեկա բան էր լնելու։ Ահա ինչա, տակ ենք տալու մեկա։ Կապուտեղան։ Արա լավ էլի արադը, վրվի վրազի, մի վրազի, կրկնի։ Այ, կապուտի խաղը հարամ արեց, այ աղբեր, ես ինչ ձև են խաղում արա, լավ էլի։ Ուր ես վրազում, ընգեր։ Կներեք ժողովուրդ։ Մոտը 40 հատ բանա մնացել, կոզր մնացել, մի հատ կոզր քաշի, իշմարտամ ինչ խաղա, ինչ հարիր, կապուտ էինք անում։ Լավ, ոչինչ ժողովուրդ ջան, երկու հատ շատ հետաքրքիր խաղ ունեցանք, ես վերջում ընկերս Աստված իմ։ Մի մոռացեք բաժանորդագրվեք։ Սեղմեք լայքի կոճակը, կոմենտարիաներում մնացեք պոզիտիվ, մի նայեք ինձ, որ ես ջղայնանում, ես տաքարյուն մարդ եմ, ես այդքան շատ կոնկրետ մարդու վրա չեմ ջղայնանում, որտև ինքը կարող է ինչ-որ բան է մտածում, ես ինքս էլ պատահում որ հաճախակից սխալվում եմ, ուղղակի ափսոս էր, երկու հատ կապուտի խաղ ես իմ ընկերոջ հետ բան եղավ, իր տարօրինակ խաղի համար, չգիտեմ, չեմ անում։ Ասենք մի վարկյան սպասի քեզ իշմար եմ ուզում տամ, չի համբերում իշմար տա, մի անգամից վեկալմա մաստը փոխում, աղբեր խես մաստը փոխում, նամանավանդ եթե դու այդքան բլոտ ես խաղում, երբ որ դու երկարացնում ես, հետո նոր փոքր քյապ ես տալիս, ուրեմն 18-ը մեծ հավանականությամբ մոտդ է մետրը, ինչ ես մի անգամից բռնում ղարտալի։
քեզ բան։ Ինչ ափսոս էր, ես էլ աղոզ էի խոսացել։ Չեմ անում, երևի մտածեց ղարի ուզնամոտս կամ ես ինչի ուզնամոտ, ախր մի հատ կոզր քաշի, ես քեզ տեսար էլ կոզր չի մնացի, մի հատ կոզր քաշի իշմարդ եմ, ես աղոզ եմ խոսում, այդ նշանակում է գոնե մի 4 ձեռ տանում եմ, չէ։ Ոնց հնարավոր է տենց ռիսկով խաղալ ու սխալվել։ Լավ ժողովուրդ ջան, ինչ ասեմ, պատավում է, բոլորս հետ պատավում է, ինչպես ասեցի, չմոռանաք լայքերը դրեք, մեկնաբանություններում պոզիտիվ, խնդրում եմ, բաժանորդագրվեք, ձեր օգնությամբ ալիքս տարածում է ստանում ահագին, շնորհակալ եմ, ես էլ ամեն ձևով փորձում եմ, որ իմ էմոցիաները պահեմ, բայց դժվար է պահել, որովհետև ես այս խաղը շատ եմ սիրում ու ինձ թվում է ոչ մեկ չի սիրում մեռած անէմոցիա առանց խոսալու խաղեր, հուսով եմ, որ սիրում եք, երբ որ ես խոսում եմ, ջղայնանում եմ, մեկ-մեկ բորբոքվում եմ, ուրախանում եմ, դա ուղղակի էմոցիաներ են ու պիտի մարդը էմոցիաներով էլ իմ կարծիքով, տենց հետաքրքիր է լինում։ Եթե ինչ-որ առարկումներ ունեք կամ ինչ-որ առաջարկություններ ունեք, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, մենք ուրախ կլինենք ձեզ լսելու համար։ Իսկ ձեզ ցանկանում եմ կամ ավելի ճիշտ մաղթում եմ հիանալի արևոտ ցենց հանգիստ կիրակի օր, որ թարմանաք, լավ հանգստանաք, վայելեք, որ եկուշաբթի էլ սկսվում է մեր ծանր աշխատանքային օրը։ Դե լավ, եղբայրներ եւ քույրեր, լավ մնացեք, հաջողություն, կտեսնենք վաղը։